pasadas las 14 horas, nos metemos de lleno en la situación de Medio Oriente, la escalada bélica por parte de Estados Unidos e Israel contra Irán y la preocupación a nivel internacional que ocurre por este tema. Estamos siguiendo las noticias y el acontecer de las comunidades armenias que están siendo agredidas producto de dichos ataques bélicos. La semana pasada hicimos un diálogo para conocer la situación de la comunidad armenia de Beirut, en el Líbano, y hoy precisamente estaremos conociendo la realidad que atraviesan nuestros compatriotas en Irán. Para eso es que Cari estará dialogando enseguida con el director del periódico Alik, Aram Shahnazarian. Es el vocero de Alik y además ha sido vocero también en medios internacionales hablando sobre este tema. El diario Alik fue fundado en 1931 y se edita en Teherán íntegramente en idioma armenio, un órgano de comunicación oficial de la Fratashnak Sutyun en la diáspora armenia. Así que pasamos al idioma armenio y pasamos a establecer este diálogo con el director de Alik, que se encuentra en este momento en Երևան. Միջին արևելքի մեջ իրավիճակը գրգին լուրջ մտահոգություն կհառաջացնի հատկապես Իրանի մեջ, որ այսօր կգտնվի ռազմական սրացման կենտրոնը։ Վերջին շաբաթներուն երկիրը դարձած է օդային հարձակումներու եւ ռմբակոծություններու թիրախ դարբեր շրջաներու մեջ, դարաշրջանային հագամարտության ծիրին մեջ, որ կշարունակե սասկանա եւ ամիջական ստեցություն կունենա միլիոնավոր մարդոց արորիային վրա։ Այս պայմաններու մեջ առաջին ցերկեն հասկանալու համար թե ինչպես գաբրի այս բանը Իրանի ներսը եւ ինչ է հայկական համայնքի ներկա իրավիճակը այս ջգնաժամի մեջ պիտի զրուցենք ընկեր Արամ Շահնազարյանին հետ Ալիքի դնորենը բարև ընկեր լավ եք ողջույն Կոմիտաս ռադիո ժամի իմ սիրելի ընկերներին, գործընկերներին ու նաև օրօրվա հայության իմ հարազատներին ընկեր սկսելու համար ինչպես կգրակրեք այսօրվան իրավիճակը Իրանի մեջ հարձակումներու եւ դարաշրջանային լարվածության պայմաններու տակ պատերազմական վիճակ է բնականաբար արդեն 20 օրից ավելի է դասական պատերազմ է մի կողմից Իրանը, որը դիմակայում է ամերիկա-իսրայելական ոչ մի տրամաբանություն չունեցող, ես շեշտում եմ սա, ընդգծում եմ, ոչ մի տրամաբանություն, ոչ մի արդարացում չունեցող հարձակումներին։ Պատերազմական վիճակը բնականաբար ունի իր հետևանքները, կան ֆիզիկական, տնտեսական, բոլոր հետևանքները, որոնց դիմակայում է այսօր իրանական հասարակությունը, Իրանի ժողովուրդը եւ համախմբված մեկ նպատակի շուրջ պահպանել երկիրը, պահպանել երկրի տարածքային հողային ամբողջականությունը եւ հաղթել այս պատերազմում։ Պատերազմը բնականաբար տարածված է ողջ Միջին Արևելքում, գրեթե Միջին Արևելքում չկա որևէ երկիր, որը ուղղակի կամ անուղղակի ներգրավված չլինի այս պատերազմում։ Մենք գիտենք, որ Իրանը պատերազմի հենց առաջին օրը եւ դրա նախօրեին նաեւ հայտարարել էր, որ եթե Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկում գտնվող ամերիկյան բազաներից թիրախավորվի Իրանը, այդ բազաները կհամարվեն օրինական թիրախներ Իրանի զինված ուժերի համար եւ կհարվածի Իրանը այդ բազաներին ու այդպես էլ վարվել է պատերազմի առաջին իսկ օրվանից Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում եւ Հորդանանում ամերիկյան շահը ներկայացնող եւ իսրայելական շահը ներկայացնող բոլոր կառույցները դարձել են Իրանի թիրախները։ Պատերազմում անուղղակիորեն ներգրաված է նաև Լիբանանը, գիտենք, քանի որ Լիբանանյան Հեզբոլլահը Իրանի կողմից, որպես Իրանի տարածաշրջանային
ամենամեծ դաշնակից ուժը ներգրաված է Իսրայելի դեմ ռազմական գործողություններին եւ Իսրայելը հարվածում է նաեւ Լիբանանին, ցավոք սրտի տեղյակ եք արդեն, որ մի քանի օր առաջ հարվածի է ենթարկվել նաեւ մեր հայահոծ Բուրջ Համուդը եւ վնասվել է բնակելի ինչ-որ շենքեր այդտեղ, ինչքան որ ես գիտեմ, հիմա պատկերը Մերձավոր Արևելքում այդպեսին, այսինքն ընթանում է շատ լուրջ պատերազմ, ուղղակի պատերազմ Իրանի եւ Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջև մյուս կողմից եւ պատերազմը ներկա դրությամբ որևէ հեռանկար, որ դադարելու է պատերազմը, լինելու է զինադադար, գոյություն չունի, շարունակվում է ու ես կանխատեսում եմ, ես գուշակում եմ, որ առաջիկա գոնե մեկ շաբաթվա ընթացքում մենք դեռևս պատերազմի ոչ միայն շարունակության, այլ նաև առավել թեժացման ականատեսը կլինենք։ Եվ ինչպես Գաբրի Արորյան Տեհրան քաղաքի մեջ այս պայմաններում մեջ։ Գիտեք, ես նոյեմբերի վերջից գտնվում եմ Երևանում, բնականաբար կապը իմ ընկերների հետ, ալիքի հետ, հարազատների հետ պահպանվում էր մինչև այս պատերազմի սկիզբը, որ կապը ամբողջովին գրեթե կտրված է, ինչպես նշեցի, պատերազմական պայմաններ են, Թեհրանը ենթարկվում է շատ լուրջ ռմբակոծություններ, մեծ վնասներ է կրել, ինչպես որ իսրայելական քաղաքները, Թել Ավիվը, Հայֆան եւ մյուսները նույնպես վնասներ են կրել, տարբերությունը դա է, որ Իրանում ցենզուրայի, սանսուրի չի ենթարկվում, գրաքննության չի ենթարկվում լուրերը, բոլորը տեսնում են, թե Թեհրանում կամ Իրանի մյուս քաղաքներում ինչ է կատարվում, բայց Իսրայելում այդ գրաքննությունը աշխատում է, չեն թույլ տալիս, որ պատկերը երևա։ Թեհրանում ավերածությունները մեծ են, բայց ի զարմանս բոլորի, ի զարմանս նաև արևմտյան մեդիայի, Թեհրանի բնակչությունը, նրանք ովքեր մնում են Թեհրանում, ապրում են Թեհրանում, մի քանի միլիոն մարդ, որովհետև կա մի զանգված, որը նաև հեռացել է Թեհրանից ավելի ապահով բնակավայրեր, բնականաբար ոչ միայն շարունակում են իրենց նորմալ կյանքը, այլ նաև հրապարակներում, փողոցներում են ամեն օր, այսինքն այս 27 օրը ամեն օր առավոտյան, օրամիջին, երեկոյան, գիշերը, կեսգիշերին փողոցում են, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն համակարգին, իրենց աջակցությունը հայտնեն զինված ուժերին եւ պայքարեն հանուն հայրենիքի, իրենց պարտքը այդպես կատարեն հայրենիքի նկատմամբ։ Սպանվածների թիվը մեծ է, խաղաղ բնակչության մեջ սպանվածների թիվը մեծ է, ես միայն նշեմ մեկ թիվ, վերջին տվյալ, այսինքն մի քանի ժամ առաջվա տվյալ է սա, Իրանի Կարմիր մահիկի կողմից պաշտոնապես հայտարարված 240 միայն անչափահաս երեխաներ։ Մինաբի դպրոցի դեպքը կարծում եմ ձեր մոտ էլ է ծանոթ, որ պատերազմի հենց առաջին օրը ամերիկյան օդուժը ռմբակոծեց դպրոցը, 168 անմեղ երեխա զոհ գնացին, դրանցից բացի միայն երեխաների թիվը հասել է 240-ի, դրանց մեջ կա 2 օրեկան երեխայից մինչև մի քանի ամսական, մի քանի տարեկան երեխաներ։ Իրավիճակը հիմա Թեհրանում եւ բնականաբար Իրանի մյուս քաղաքներում այդպիսին է։ Հատկապես ինչ ազդեցություն կունենա այս իրավիճակը Իրանի հայկական համայնքին վրա։ Ես իգիտություն օրոգվա հայ մեր հայրենակիցների, բարեսիրելի բարեկամների, նշեմ, որ իրանահայությունը բաժանված է 3 թեմերի, որոնք աշխատում են Կիլիկիո կաթողիկոսության ենթակայությամբ։ Բնականաբար ամենամեծը Թեհրանի մայրաքաղաքի Թեհրանի թեման է, որը ներառում է Թեհրանը, Թեհրանի շրջակա քաղաքներում ապրող հայությունը եւ Կասպից ծովի ավազանին ապրող հայությունը։ Երկրորդը Սպահանի հայոց թեման է, որը ներառում է Նոր Ջուղան եւ Իրանի հարավային շրջանում Շիրազ, Ահվազ, Աբադան, մյուս քաղաքներում փոքրաթիվ հայությունը, որ կա այդ քաղաքներում եւ մեծ հոծ հայությունը, որը կա Նոր Ջուղայում, ղեկավարում է այդ թեմը,
Եվ երրորդը Ատրպատականի հայոց թեմն է, արևելյան եւ արևմտյան Ատրպատական նահանգներում Իրանինը Թավրիզ կենտրոնով, որը Թավրիզը Ուրմիան եւ Ուրմիայի այդ շրջանի ժամանակին հայահոս գյուղերում Սալմաստը եւ մի քանի այլ գյուղեր, որտեղ կա քիչ բնակչություն, այդ հատվածն է, որ տնօրինում է։ Այս երեք թեմերն են աշխատում։ Իրանահայ համայնքը բնականաբար լինելով իրանական հասարակության մի մասը չէր կարող առանձին մնալ այս ռազմական գործողություններից ու դրա հետևանքներից։ Ավելի որոշակի ես նշեմ, որ Թեհրանում մի քանի օր առաջ մենք ունեցանք ցավոք սրտի վնասներ, ռմբակոծության թիրախ դարձավ Թեհրանահայության այսպես կոչված կենտրոններից մեկը, խիտ բնակեցված թաղամասերից մեկը, մեր մի քանի հայրենակիցների տներն են ավերվել, կա վիրավոր, ինչքան գիտեմ, նաև ցավոք սրտի Թեհրանում աշխատող մեր իրանահայ ազգային եւ մշակութային միություն, Թեհրանում աշխատող մեր միություններից մեկն է, դրա կենտրոնատեղին, դրա շենքը գրեթե ամբողջովին ավիրվել է։ Ներկա դրությամբ կորուստների, այսինքն վնասների մասին այսքան տեղեկությունը կա, նոր ջուղայի կապակցությամբ ես չեմ լսել, որ վնասներ կան, նույնը Ատրպատականի Ատրպատականի հայոց թեմում չեմ լսել, որ վնասներ կան, եթե վնասներ լինեին, անպայման լուրը առաջին իսկ հնարավորության կստանայինք։ Նշեմ նաև, որ պատերազմի հենց առաջին օրը ռմբակոծման ենթարկվեց Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցին, մեր առաջնորդանիստ եկեղեցին է Սուրբ Սարգիսը, Թեհրանի հայոց թեմի, որտեղ գտնվում է նաև Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի առաջնորդարանը, այդտեղ է գտնվում շենքը, դրա հարակից տարածքում է Արկ-Պայթել, մոտակա տարածքում, բարեբախտաբար լուսանկարները, որ հրապարակվել էին, ճանաչելով տարածքը, ծանոթ լինելով տարածքին, ավելի հեռու էր գտնվում եւ Սուրբ Սարգիս եկեղեցին ու առաջնորդարանի շենքը վնասներ չէին կրել, առավելագույնը, որ կարելի է պատկերացնել, դա էր, որ ապակիներ փշրված լինեին, չգիտեմ դա տեղի է ունեցել, թե ոչ։ Ընդհանուր պատկերը սա է, այսինքն իրանահայությունը նույն վիճակով է ապրում, թե Թեհրանում, թե Նոր Ջուղայում, թե Թավրիզում, թե Ուրմիում, թե մնացյալ քաղաքներում, որտեղ կան փոքր թվով հայկական համայնքներ, նույն վիճակով է ապրում։ Նշեմ նաև, որ բնականաբար 3 թեմերում եւս մեր ազգային իշխանությունը անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է շտաբներ կյանքի կոչելու, իրավիճակին տիրապետելու, կապը համայնքի հետ յուրաքանչյուր անդամի հետ պահպանելու, անհրաժեշտության դեպքում օգնություն ներկայացնելու, օգնություն տրամադրելու, խորհրդատվություն տրամադրելու եւ եթե Աստված մի արասցե լինեն տուժածներ, դրանց իրավիճակին վերահասու լինելու համար։ Հիշեցնեմ, որ նույն վիճակն էր դեռևս ամռանը 12-օրյա պատերազմի ընթացքում եւ Թեհրանի հայոց թեմում ես ինքս ներգրաված էի այդ շտաբում այդ օրերին, մենք աշխատում էինք շրջօրյա 24 ժամ, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցների համար Աստված մեր ասի, եթե մի բան է պատահում, հոգանք վերջին օրերին, վերջի 2 օրն էր, որ մեր հայրենակիցներից մեկի տունը դարձավ թիրախ, բարեբախտաբար իրանք չվնասվեցին, իսկ ազգային առաջնորդարանը, թեմական խորհուրդը մինչ այսօր հոգում են, որպեսզի այդ մեր հայրենակիցները այդ ընտանիքը ունենա իր օջախը, կարողանա մի տեղ ապրել, իր առօրյա կյանքը հոգալ, մինչև տան հարցը կլուծվի։ Այս պատկերն է ընդհանուր եւ ինչ է կատարվում ազգային իշխանության կողմից նման դեպքերում։ Լավ, եւ այսպիսի բահերուն դեղատվությունը կարևոր գտարնա, ալիքը ներս ինչ տեղ գադարեք ներգայիս։ Ալիքը բնականաբար իր լրատվական ամբողջ աշխատանքը կատարում է, ինչպես 12-օրյա պատերազմի, դեպ նշեմ 12-օրյա պատերազմի 3-րդ օրը ալիքում, այն փողոցը, որտեղ գտնվում է ալիքի խմբագրատունը, դրա հարևանությամբ շենք թիրախավորվեց, որը լուրջ վնասներ կրեց նաև մեր խմբագրության շենքը, ապակիներ ջարդվեցին, դռներ ջարդվեցին, պատուհաններ,
ինտերնետ կապը անջատվեց, երկար ժամանակ մենք չէինք կարողանում տպագրվել եւ աշխատել։ Ալիքը հնարավորության դեպքում բոլոր իր կարողություններով երկու գլխավոր առաքելություն է կատարում, մեկ համայնքին իրազեկ պահելու այն ինչից որ տեղի է ունենում, այսինքն ճշգրիտ լրատվությունը փոխանցելու իրանահայ համայնքին, որպեսզի տեղյակ լինեն թե իրականում թե պատերազմական վիճակում ամբողջ երկրում, թե համայնքում ինչ է կատարվում։ Անհրաժեշտ այն ինչ որ կա ազգային իշխանությունների հետ համատեղ, թե Թեհրանի հայոց թեմի, թե Նոր Ջուղայում մեր Սպահանի հայոց թեմի, թե Թավրիզ Ատրպատականի հայոց թեմի հետ համադրաբար տեղեկությունների փոխանակում, անհրաժեշտ տեղեկատվությունը ժողովրդին տրամադրելու եւ ամենակարևոր խնդիրներից մեկինը մերը որպես պատասխանատու լրատվամիջոց, որովհետեւ դու կարող ես գնաս sensation-ի հետևից փորձես շատ sensation բաներ բացահայտել, լուրեր տալ, էս անել, այն անել, ժողովրդի համայնքիդ քո հայրենակիցներից հոգեբանական անդորրը խախտես։ Ոչ, ալիքը փորձում է այդ հոգեբանական անդորրը ամրապնդել, ժողովրդին ավելորդ ստրեսի չենթարկել, սխալ տեղեկատվություն չփոխանցել, ժողովրդին համախմբել հանուն իրանական հայրենիքի պայքարի, իրանական հայրենիքի պաշտպանության պայքարի, հանուն մեր համայնքի շահերի պահպանմանը, հանուն մեր համայնքի թե ֆիզիկական անվտանգության, թե հոգևոր անվտանգության, թե ամբողջ համայնքային անվտանգության, այսինքն բոլոր միությունները, որ աշխատում են մեր համայնքում, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, անկախ իրենց դիրքավորումից, բոլոր մեր հայրենակիցները նույնպես անկախ թե ինչ քաղաքական դիրքորոշում ունեն, ինչպես են մտածում, ինչ են անում, ազգային կյանքում ներառված են, թե ներառված չեն, ալիքի եւ ոչ միայն ալիքի, այլ ազգային իշխանության ուշադրության կենտրոնում են, բոլորին պիտի բավարարել, բոլորին պիտի ճիշտ տեղեկատվություն փոխանցել, բոլորի խնդիրները պիտի արծարծվի, բարձրաձայնվի եւ բոլորին օգնություն ներկայացվի, որովհետեւ պատերազմական իրավիճակում չկան տարաձայնություններ, չկան տարբերություններ, կան մեկ եւ միանշանակ նպատակներ, որոնց բոլորս պետք է ծառայենք։ Եվ ինչպես կդեղանան այսօր Իրանի քաղաքացիներ, այսինքն գուզենք օրը հասկանալ, եթե կան դժվարություններ դեղատվության հասանելիության մեջ։ Չլսեցի, կկրկնեք հարցը։ Այո, գուզենք հասկանալ, եթե կան դժվարություններ դեղատվության հասանելիության մեջ, ինչպես կդեղանան այսօր Իրանի քաղաքացիները։ Տեսեք, մի կարևոր հանգամանք կա, պետական լրատվությունը իր ամբողջ ծավալով աշխատում է, բնականաբար փորձ է արվում, որ իրական տեղեկատվությունը այն ինչ որ ճիշտ է պատերազմի հետ կապված, հանրությանը տեղյակ պահել։ Բոլոր այդ բաները պետական լրատվամիջոցների միջոցով կատարվում է։ Ելնելով պատերազմական վիճակից, ելնելով որ security խնդիր կա, անվտանգային խնդիր կա, ելնելով այն հանգամանքից, որ թշնամին օգտագործելով համացանցը, ինտերնետը, օգտագործելով սոցիալ մեդիան, մանավանդ Instagram-ը, որ լայն տարածում ունի Իրանում, մանավանդ application-ները, որոնք աշխատում են սկսած WhatsApp-ից մինչ ասենք Telegram-ը, որոնք Իրանում ակտիվ եւ ընդունված են, փորձում է ապատեղեկատվություն փոխանցել, փորձում է ժողովրդի հոգեբանության վրա խաղալ, այսինքն հոգեբանական պատերազմի մենք կարևոր կողմը գիտենք, որ հոգեբանական պատերազմն է, փորձում է այդ դաշտում աշխատել, խեղված տեղեկատվություն փոխանցել ժողովրդին, բնականաբար ինտերնետի սահմանափակումը շատ հստակ է, այսինքն հասանելիությունը շատ սահմանափակ է, գրեթե ես ինքս անձամբ այստեղից իմ ընկերների հետ, իմ հարազատների հետ ոչ WhatsApp-ով, ոչ ասենք Telegram-ով, ոչ իմոյով, բոլոր այդ application-ները, որոնք գործում են, չեմ կարողանում կապվել, կամ Instagram-ով, բախտի բերմամբ կարող ես կապվել, բայց պետական տեղեկատվությունը կա ու կա, թե այստեղ ես կարողանում ստանալ, թե երկրի ներսում այդ պետական տեղեկատվությունը կա եւ օրը օրին, ժամը ժամին փորձում են ճշգրիտ տեղեկատվությունը անպայման փոխանցել ժողովրդին եւ իզուր չէ, ես մի բան նրբություն նշեմ, իզուր չէ, որ թե 12-օրյա պատերազմին, որը ռմբակոծվեց Իրանի ռադիոհեռուստատեսությունը, ռադիոհեռուստատեսության թողարկման գլխավոր շենքը դարձավ թիրախ ու ավերվեց, սակայն
հեռուստատեսությունն է, ռադիոն էլ մի վարքյան չդադարեցին, շարունակեցին իրենց աշխատանքը այլ ստուդիաներից, թե այս պատերազմի ժամանակ ամերիկա-իսրայելական ուժերը փորձ են անում թիրախավորել, թիրախներից մեկը հենց ռադիոհեռուստատեսությունն է, որպեսզի չեզոքացնեն պետական լրատվությունը, որպեսզի լրատվությունը տրամադրվի այնպես, ինչպես իրենք են ցանկանում, որը բարեբախտաբար չի հաջողվել իրականացնել մինչ օրս։ Վերջավես ընկեր ինչ պատկամ գուզեք հղել Իրանեն դուրս գտնվող հայ համայնքին այս բահուն։ Հայ համայնքին նախ ես մեր բոլոր հայրենակիցներին աշխարհի որ ծայրում էլ որ գտնվեն, հատկապես հիմա Ուրուգվայում, ես չգիտեմ ձեր ռադիոձայնը արդյոք լսվում է Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, լսվում է այդ ուրեմն մեր նախ Լատինական Ամերիկայի, South America-ի, Հյուսիսային Ամերիկայի բոլոր երկրներում ապրող իմ հայրենակիցներին, իմ շատ սիրելի հայրենակիցներին, իմ գաղափարակից ընկերներին, հատկապես Արգենտինայում շատ-շատերին գիտեմ ու ճանաչում եմ, նրանց իմ ողջույններս հղեմ ու նաև այլ համայնքներում ապրող մեր հայությանը ողջույններս հղեմ, ամբողջ հայությունը պետք է շատ ստապ եւ ճիշտ դատի այս պատերազմի մասին։ Սա ոչ միայն Իրանի համար գոյութենական բնույթի պատերազմ է, այլ այս պատերազմի հետևանքները, այս պատերազմը կարող է անմիջական հետևանքներ ունենալ մեր հայրենիքի Հայաստանի համար։ Տեսեք, մի բան հստակ է, Արցախի կորստից հետո, ցավոք սրտի, մեր Արցախի կորստից հետո այս տարածաշրջանում գեոպոլիտիկ բոլոր հաշվարկները, հավասարումները խախտվել են։ Եվ Աստված մի արած թե եթե այսօր այս պատերազմում Իրանը պարտվի, Իրանի հասարակական եւ քաղաքական համակարգը փլուզվի եւ Իսրայելը կարողանա այն նպատակը, որի մասին իդեպ առանց թաքցնելու բարձրաձայնում է, նաեւ Միացյալ Նահանգների գործող նախագահ Թրամփն է այդ մասին խոսում եւ վերնախավն է խոսում, դա Իրանի մասնատումն է, Իրանի որպես միացյալ երկրի, որպես պետական միավորման կազմաքանդումն է, մասնատումն է, դա տեղի ունենա, Աստված մի արած թե եթե նման դեպք Իրանում տեղի ունեցավ եւ իրենք հաջողեցին իրենց նպատակներին հասնել, դա աղետ է լինելու Հայաստանի Հանրապետության համար, աղետ է լինելու մեր հայրենիքի, բոլոր հայերի հայրենիքի համար, հաջորդ թիրախը լինելու է Հայաստանը, քանի որ մեր թշնամիները Ադրբեջանը եւ Թուրքիան առիթը բաց չեն թողնելու, որպեսզի իրականացնեն իրենց դարավոր երազանքը, այսինքն Սյունիքի բռնազավթումը, Հայաստանի զգալի տարածքի մի մասի բռնազավթումը, Հայաստանը որպես պետականություն դարձնեն մի փոքրիկ երկիր Երևանի, Սևանի արևմտյան ափի Շիրակի դաշտով։ Մենք չմոռանանք պատմությունը, սիրելի հայրենակիցներ, 1918 թվականին Բաթումի պայմանագրով թուրքերը փորձում էին նման բան մեզ հրամցնել, մեզ պարտադրել, այսինքն Երևանը եւ իր անմիջական տարածքը ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետրով, 11,000 քառակուսի կիլոմետրով, որը ամբողջովին կախված էր լինելու Թուրքիայի քմահաճույքներից։ Եթե Թուրքիան ցանկանար մենք գոյատևելու ենք, եթե ոչ չէին գոյատևելու։ Բարեբախտաբար 18 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերի շնորհիվ եւ Հայաստանի Հանրապետության կյանքի կոչման շնորհիվ ոչինչ դարձավ այդ Բաթումի պայմանագիրը, նրանք չկարողացան իրականացնել իրենց երազանքը, բայց այդ երազանքը պահպանում են, մինչ օրս էլ այդ նպատակը ունեն, որպեսզի Հայաստանը դառնա մի այդպիսի երկիր, Հայաստանը դառնա իրենցից կախված երկիր, փոքրիկ մի երկիր, որը երբ ուզեն, եթե ցանկանան կապրի, եթե չցանկանան չի ապրի։ Մենք պիտի սա լավ գիտակցենք եւ հասկանանք, թե այս պատերազմում նաեւ Իրանը կռվում է մեր կողմից, Հայաստանի կողմից, հայության կողմից։ Իրանի պարտությունը լինելու է Հայաստանի պարտությունը, լինելու է ողջ հայ ժողովրդի պարտությունը։ Ամենամեծ տուժողը Իրանից հետո լինելու է Հայաստանը եւ Աստված մի արած թե եթե դա տեղի ունենա։ Ես հույսով եմ, որ դա տեղի չի ունենա, ես խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում մեր հայրենակիցներին հետևել անկախ, ճիշտ, անաչառ լրատվությանը,
ոչ այն լրատվությանը, որ Իսրայելը կամ արևմտյան այն մեդիան, որը ենթարկվում է Թրամփի վարչակազմին, փորձում են հրամցնել բոլորին։ Ոչ, այդ չի։ Իրականությունը թե գետնի վրա, թե պատերազմի դաշտում այլ է, նրանց նպատակները լրիվ այլ են՝ ժողովրդավարություն, դեմոկրասիա, մարդու իրավունքներ, human rights, դրանք բոլորը խոսքեր են իրենց նպատակներին հասնելու համար։ Նպատակը միայն Իրանի նավթին տիրապետելն է, Իրանին որպես պետական կազմավորում կազմաքանդելն է, հետո հերթը հասնելու է տարածաշրջանի մյուս երկրներին, շեշտեմ, Աստված մի արած թե եթե նրանք հաջողեն։ Գրարամ այո։ Պինդ, բոլորս մեկ բռունցք պետք է դառնանք, մենք պայքար ունենք դեռ, չմոռանանք, մենք պայքար ունենք դեռ, մենք հայդատ ունենք լուծելու, մենք Արցախ ունենք վերադարձնելու, մենք պետք է բացի Արցախի վերադարձից մտածենք նաև մեր արևմտյան Հայաստանի վերադարձի մասին, ազատ անկախ միացյալ Հայաստանի մասին, դա երազանք չէ, դա մեծ տեսլական է, մի օր վստահաբար դա կյանքի կկոչվի, եթե մենք ունենանք քաղաքական վճռակամություն, քաղաքական կամք, համբերատարություն եւ մարտունակություն։ Լավ, շատ շնորհակալություն կուզենք հայտնել ձեր խոսքերուն ու մեզի դեղյակ բահելու համար։ Մեր համերաշխությունը իրավիճակին եւ բոլոր դուժած անձերուն հետ։ Շնորհակալություն։